Բազմազավակ ընտանիքները մնում են սոցիալապես խոցելի խմբերից մեկը։ Առավել զգայուն խնդիրներից է նրանց բնակարանային ապահովվածությունը։ Նման ընտանիքները մեծամասամբ բնակվում են սահմանափակ տարածքներում կամ չունեն սեփական բնակարան, ինչը ըստ մասնագետների կարող է ազդել երեխաների կենսապայմանների, կրթության եւ ընդհանուր զարգացման վրա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության նախագիծ, որի հիմնական նպատակը ըստ պաշտոնական հիմնավորումների բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովումն է։ Իհարկե կան նաև շատ նախապայմաններ, ոչ բոլորին սա հասանելի կլինի։ Մենք կապելու ենք այս համակարգը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման հետ, որպեսզի օգտվեն միայն իրոք կարիք ունեցող ընտանիքները։ Մեկ երեխայի հաշվարկով պլանավորում ենք տալ 4 միլիոն դրամ տուն գնելու կամ կառուցելու Երևանից դուրս մարզային բնակավայրերում։ Թեև առաջարկվող ծրագրով նշում են, որ 643 ընտանիքների կենսապայմանները պետք է բարելավվեն եւ միաժամանակ հայտնում են, որ նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից պահանջվելու է առավելագույնը 31.9 միլիարդ դրամ, սակայն հանրությանը հետաքրքրում է, թե ինչու այն ընտանիքները, որտեղ կան 4 անչափահաս երեխա, ներառված չեն նոր կարգավորման մեջ։ Մասնագետների կարծիքով մշակման փուլում հաշվի են առել, որ քանակային առումով 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները ավելի քիչ են համեմատած 4 անչափահաս երեխա ունեցողների։ Ըստ բյուջեի բաշխման, այսինքն հնարավորությունների սահմանների, կարծում եմ, որ միտումը նրանում է կայանում, որ ավելի քիչ ընտանիքներ դրանից օգտվեն աջակցության ծրագրից։ Նպատակը իհարկե խնայողությունն է։ Կառավարության աջակցության ծրագրերը ինքնին, դրանք ոչ թե այսպես պարտադրանքով կարող են ընդունվել, այլ դա կառավարության հայեցողությունն է, հատկացնում է որոշակի բյուջե եւ չափորոշիչները որոշում է ըստ տվյալ բյուջեի։ Նախագծով սահմանված են նաեւ աջակցության ամբողջությամբ դադարեցման կարգերը։ Օրինակ, եթե ընտանիքի տվյալ պահին անչափահաս առնվազն 2 անդամները նույն օրացուցային տարվա ընթացքում 183 եւ ավելի օր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, բացառությամբ ուսումնական առողջապահական նպատակով, ինչպես նաև այն դեպքում, երբ նվազագույնը 2 անչափահաս անդամները գույքը ձեռք բերելուց առնվազն 1 տարի անց չեն հաճախում տվյալ համայնքում գործող դպրոցներից կամ մանկապարտեզներից որևէ մեկը, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը առնվազն 3 տարի պետք է հաճախի համայնքում գործող դպրոց կամ մանկապարտեզ։ Փաստաբանների կարծիքով այսպիսի չափորոշիչները նրա համար են, որ ծնողները երեխաների խնամքով զբաղվեն լրջագույնս։ Ցավոք սրտի նման դեպքեր կան, որ ծնողները փաստացի երեխաներին չեն խնամում, ընդունենք հաստատքներով ունեն շատ երեխաներ, մինչդեռ երեխաները տատիկ-պապիկների մոտ են կամ խնամքի հաստատություններում են, նման չափորոշիչներով փորձում են բացառել իրավիճակներ, երբ որ անձը դիմի իր տարածքային սոցիալ-ծառայություն հաշվառվի որպես աջակցություն ստացող եւ ստանա, մինչդեռ փաստացի ընդունենք 6 երեխայից մի քանիսին կամ գուցե նաեւ բոլոր երեխաներին ինքը չխնամի եւ գումարը ծախսի իր անձնական կարիքների վրա։ Մասնագետների գնահատմամբ ստանդարտները հիմնականում բարդ են լինում քաղաքացիների համար եւ դրա պատճառով շատերը պարզապես չեն կարողանում մասնակցել եւ օգտվել բարեփոխումներից։ Ասում են, որ նախագիծը նպատակ է հետապնդում նաեւ մարզերում գույքի ձեռքբերմանն ու բնակեցմանը, քանի որ սահմանվում է, եթե ընտանիքը նախապատվությունը տալիս է գյուղական բնակավայրին, ապա տրամադրելու են հավելյալ 4 միլիոն դրամ։ Փորձագետները կարևորում են, որ ոլորտում պարբերաբար կատարվեն մոնիթորինգներ ծնողների եւ երեխաների կենցաղին հետևելու համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։